Պարոն Թևանյան, քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի վիրավորանքները եւ սպառնալիքները ոչ միայն քաղաքացիներին են ուղղված, այլ նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ինչպես է գնահատում այդ խոսույթները։ Երբ որ մարդը վախեցած է, սկսում է բարձր գոռալ։ Նիկոլ Փաշինյանը վախեցած է եւ այդ վախի արդյունքում ինքը սկսում է գոռալ, ճռճռալ եւ ընդհանրապես հայկական արժեհամակարգին ոչ հարիր դրսևորում ունենալ, ասենք կնոջը քաշքշել, գոռալ, լեզվակերպի մեջ մտնել, դա բոլոր առումներով չի մտնում մեր արժեհամակարգի մեջ, նույնիսկ այսպես թաղային մակարդակով, տղայական, քաղաքական, բարոյական, իրավական բոլոր առումներով դա մեզ համար անընդունել է եւ դատապարտել է։ Նա վախեցած է, մեկ վախենում է իշխանությունը կորցնել եւ ընկնել Սաակաշվիլը, եւ երկրորդը ասելիք չունի։ Երբ որ ինքը ասելիք չունի, անցնում է վիրավորանքների, բայց ինքը պետք է պատասխան տա, թե օրինակ մի քանի օր առաջ պաստառը պոկելու հետ կապված երիտասարդին ինչու իրենք ինքնասպանության տարան եւ բերեցին այդպիսի վիճակի։ Երկրորդը պետք է պատասխան տան, թե ինչու դավաճանաբար հանձնեցին Արցախը, պետք է պատասխան տան, թե ինչու են հիմա պատրաստվում հանձնել Հայաստանի տարածքները, պետք է պատասխան տան, թե ինչու ժամանակին իրենց վարած քաղաքականության արդյունքում բերեցին պատերազմ ու պարտություն, պետք է պատասխան տան, թե ինչու են դրսի ուժերի դրդմամբ փչացնում հայ-ռուսական հարաբերությունները եւ Հայաստանի տնտեսությանը հսկական վնաս պատրաստվում տալ, որովհետեւ մեր ապրանքաշրջանառության ավելի քան 30%-ը Ռուսաստանի հետ է, անցած տարվա տվյալներով 7 միլիարդից ավել է շրջանառությունը դոլարի մասին է խոսքը եւ հիմա եթե մենք գնում ենք հարաբերությունների վատացման, ուզում հասկանամ ում է դա ձեռնտու։ Դա ակնհայտորեն ձեռնտու է Հայաստանի ճշնամիներին։ Նիկոլ Փաշինյանը իր թուրք-ադրբեջանական օրակարգի մասին պետք է խոսի։ Հիմա այս հարցերից խուսափելու համար ինքը անցնում է անձնական վիրավորանքների, բայց վիրավորանքը փաստարկի սովն է եւ նրա մոտ այդ փաստարկի սովի արդյունքում առաջանում է այդ վիճակը։ Ես մեր քաղաքացիներին եւ քաղաքական ուժերին կոչ եմ անում չտրվել սադրանքների այն առումով, որ ճիշտել իր մակարդակին եւ անձնական վիրավորանքներ չտալ, բայց շատ կոշտ նաեւ կոպիտ քաղաքական պատասխաններ տալ եւ քաղաքական հարցադրումներ անել եւ ամենակարևորը շփվել հանրության հետ, ներկայացնել մեր մոտեցումները եւ բոլորին կոչ անել, որ մասնակցենք ընտրություններին, որպեսզի վռնդենք Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը Հայաստանի վրայից եւ բացենք նոր երաշխավորված խաղաղության մեջ։